Ողջույն բոլորին։ Երբ դեռ երեխա էի, հայրս ամեն երեկո մեզ համար կարդում էր մեր հայոց պատմությունը, կարդում էր Ռաֆու կայծերը, Վարդանանքն ու Գևորգ Մարզպետունին, Դավիթ Բեկի եւ Մխիթարի մասին։ Եվ այսպես ամեն երեկո մենք պարկում էինք քնելու հորս կարդացած գրքերից տպավորված։ Ամեն երեկո մի քանի ժամ նստած լսում էինք հորս կարդացածը եւ ամեն էջի հետ հարցեր էինք տալիս, փորձելով ավելի խորը հասկանալ բոլոր այն մտքերն ու գաղափարները եւ պատմությունները, որոնք տպավորիչ գրել էին մեր հայ մեծ գրողները։ Օրեր էին լինում, երբ հայրս տուն էր գալիս հոգնած, բայց նույնիսկ դա չէր խանգարում մի քանի ժամ մեր համար Մուրադի կամ Մխիթարի մասին կարդար, որը մենք ուշադիր լսում էինք եւ կարծես ամեն մի տող կախարդական լիներ մեզ համար։ Եվ մի քանի դար հետ էին գնում ու ասես մեր աչքերի առջև տեղի ունենար այդ ամենը։ Երբեմն հովարային անջատումներ էին լինում, բայց նույնիսկ դա չէր խանգարում, որ մենք մի քանի ժամ մոմի լույսի տակ հատակին նստած լսեինք հորս։ Երբ պատերազմը սկսվեց, մեր ամբողջ աշխարհը փոխվեց, եւ չնայած նրան, որ հայրս Արցախում էր եւ կռվում էր անուն Արցախի ազատագրմանը, մենք շարունակում էինք նույն ռեժիմը եւ ամեն երեկո մտության մեջ մոմի լույսի տակ կարդում էինք հորս կողմից կիսատ թողած գիրքը եւ այսպես շարունակ։ Մենք մեծացել ենք դժվարությունների ցավի ու տառապանքի մեջ, բայց ամեն առավոտ արթնանում ենք այն հույսով, որ մեր ծնողները ավելի լավ ապագայի ու երկրի համար են կռվում, որ մեր ծնողները կռվում էին, որպեսզի ազատագրենք Արցախը եւ պաշտպանենք Հայաստանը։ Մենք վստահ ենք, որ մեր հայրերը շարունակում են, մեր ծնողները շարունակում են մեր պապերի կիսատ թողած գործը։ Եվ այդ հավատը մեզ տաքացնում էր ցուրտ գիշերներում եւ լույս էր տալիս մտության ու խավարի մեջ։ Նրանք մեր օրինակը դարձան, ինչպես որ այդ նույն գրքերի հերոսները օրինակ էին դարձել մեր պապերի ու հայրերի համար։ Հիմա երբ ոսոխի յաթաղանը նորից փայլում է հայի գլխին, մեզ ասում են, որ մեզ ծախել են, որ տարիներ շարունակ մեզ խաբել են, եւ միշտ մեր ծնողները, եղբայրները ու քույրերը իրենց արյունով ու քրտինքով էին ձեռք բերում մեր ազատությունն ու անկախությունը, որոշները թիկունքում նստած ականապատում էին այդ պայքարն ու հավատը, հույսն ու լույսը։ 30 տարի օրենքներ են գրել, որոնք միայն ու միայն գործել են, որպեսզի որոշ պիղծ դավաճաններ ու իրենց լպիր շլակոտները թալանեն, բռնաբարեն ու սպանեն մի ամբողջ երկրի ռեսուրսն ու ժողովրդին։ 30 տարվա մեջ սահմանադրությունը փոխել են իրենց կամքի ու քինքին համահունչ, որ իրենք ու իրենց տգետ ու պիղծ թուլեքը գրփեն ու չրփեն ամեն ինչ։ 30 տարի բացի սուքից ու ցավից, տառապանքներից ու տանջանքներից ոչինչ չեն տվել մեզ։ Մեզ վռնդել են մեր երկրից, որ սովից չմեռնեն, մինչդեռ իրենք իրենց պիղծ ընտանիքների հետ լափել ու լափել են, եւ դրանով չեն բավարարվել։ Ծախել են հոգին, հողը, հավատը ու հազարավոր կյանքեր։ Կյանքեր, որոնք մութ ու ցուրտ օրերին հույս ու լույս էին իրենց հարազատների համար։ Մեզ բոլորից ծեծում ու ջարդում էին հանուն իրենց աթոռի, մինչդեռ վարակույրների հետևում թշնամուն էին ծախում մեր երեխեքին ու հայրենիքը։ Մեզ բանտարկում ու խոշտանգում էին, մինչդեռ իրենց կատարած հանցագործությունների ու դավաճանությունների համար պարգևատրվում էին, ու իրենք իրենց հերոսի կոչում էին տալիս։ 30 տարի ապրել ենք ցավի ու տառապանքի, վախի ու չքավորության մեջ, որովհետև մեզ խաբել ու խաբում են մինչև առայսօր։ Մեզանից միայն ընտրելու որոշի իրավունք ու հնարավորություն չեն խլել, մեզանից ապրելու կյանքի իրավունք են խլել, ժողովուրդ։ Մեզանից մեր տունն ու ընտանիքն են խլել։ Հայ երեխա են ծախել օտարին, մեզանից մեր հայրենիքն է խլել։ Մեր ծնողների հաղթանակն ու մեր ախպերների, երեխեքի կյանքն է խլել։ Մեզանից մութ ու ցուրտ օրերին լույս, հավատ ու հույս եք խլել։ Դուք մեզանից հոգի եք փորձել խլել։ Դուք թուրք կամ դավաճան չեք, դուք չարիք եք։ Չկա այդպիսի մի բառ, որով կարելի է նկարագրել ձեզ։ Հայ ազգը ձեզ երբեք չի ների, եւ վստահ եմ, որ աշխարհում ապրող 16 միլիոն հայի մեջ դեռ շատ ու շատ Մխիթարներ ու Մարզպետունիներ, Անդրանիկներ, Սերոտներ, Նժդեհներ ու Մոնտեներ կան, որոնք դեռ ասելիք ունեն։ Ես համոզված եմ, որ հենց այս պահին, այս րոպեներին, ինչ նայում եք այս տեսանյութը, տասնյակ ու հարյուրավոր դելերյաններ ծնվեցին։ Նրանք դեռ կան ու քանի դեռ մենք կանք, Աստված մեզ հետ է ու պահապան հայ ազգի, որովհետև մեր պայքարն արդար է, իսկ գործը սուրբ, հիշեք։